Բարերուն սիրելի քույրեր եւ եղբայրներ, Պարքոդանք Աստծո, որ մեզի շաբաթ միևս կյանք պարգևեց եւ այս օրն ալ մեզի շնորհելով մեզի դարձյալ արիթը դվավ խոս հավաքվելու, որովհետեւ իր սուրբ խոսքը լսենք։ Ուսամ բոլորը լավ եք թե մարմնավես եւ թե հոգավես։ Եվ պատրաստ եք Աստծո խոսքը լսելու, որովհետեւ շատ կարեւոր է անցումը պատրաստը լա, որովհետեւ Աստծո խոսքը լսե։ Օրինակ մտամ, որ եթե ասմեր ցերկերը մեր բահմը երևակայենք, որ մեր սիրտն է, եթե մեր սիրտը ժայռի նման է, ինչ որ ալլա Աստծո խոսքը, այդ ժայռը չի գնար փշրել, բայց եթե երևակայենք, որ մեր սիրտը գավի նման գագուղ բամն է, ինչ որ ալլա այդ խոսքը, ալլա Աստվածաշունչը ադիգ ամբողջ ժողովին գտնապրնել։ Պատրաստվենք, որ Աստված ինքը խոսի եւ ինքը մեր սրտերը պատրաստի։ Հայտնության, ինչպես որ հայտնության կրկին մեջ կսե, Հիսուս անոր լսելու ականջ ունի, թող լսե թե ոգին ինչ կսե եկեղեցիներուն։ Թող Սուրբ Ոգին ինքը առաջնորդ է եւ ինքը խոսի մեզ այսօր։ Գուզեմ նախասել, որ ինչ որ պատրաստած եմ, որ հիմա ցեզի պիտի խոսիմ, առաջին հերթին նախ ադիգա ինձի համար պատրաստած եմ եւ հետո ինձի լսողներուն համար։ Չգարձեք թե ես ցեզ մե դարբեր մեկն եմ, ես ալ մեղավոր եմ, ես ացել ավոտներուն գգարոդիմ։ Եվ ինչ որ ալվարաս լավ բան մտածնեք, ադիգա գիտեք, որ Դեր Հիսուս Քրիստոսի շնորհքն է եւ ինչ որ սխալ բան մտածնեք, ադիգա գիտեք, որ ես եմ Արամ Միքայելյանը։ Երբ անցած շաբաթ ինձ ասվեցավ, որ այսօր Աստծո խոսքը ես փոխանցեմ եւ աղոթեցի, որ Աստված ինքը ինձի դավ ինչ որ պիտի խոսիմ։ Եվ երբ մտածեցի, Աստված իմ սրտից վրա երեք համարներ ծառացուց, որոնց վրա այսօր պիտի խոսիմ, այդ համարները, որովհետեւ այսօր իմ առաջին անգամս է ես խոսքը խոսիմ եւ մտածեցի, եւ այդ համարները հետեւյալներն են։ Առաջինը գտնվի Մարգոս Ավետարանի առաջին գլուխ 15-րդ համար, որ Հիսուսի առաջին խոսքն է, առաջին քարոզն է, որ ասավ Մարգոս 1:15-ին մեջ Հիսուս այսպես ասել. Հիսուս Գալիլեա գալով Աստծո արքայության ավետարանը կկարոզեր ու գսեր. ժամանակը լրացած է եւ Աստծո տակավորությունը մոտեցած է, ապաշխարեցեք ու ավետարանին հավատացեք։ Իսկ երկրորդ համարը, որ դեսնանք թե շրջան մի հետ Հիսուս երբ 12 առաքյալները գնդրե եւ անոնց իշխանություն գուտա եւ գեղարգե որովհետեւ կարոզելու, դեսնանք թե առաջին անգամ անոնք երբ ելան կարոզելու ինչ կարոզեցին։ Մարգոս Ավետարան 6-րդ գլուխ 13-րդ համար այսպես կսե աշակերտներուն համար. Անոնք ելնելով կկարոզեին, որ մարդիկ ապաշխարեն։ Իսկ երբ առաքյալները Սուրբ Հոգիով լեցվեցան հոգեկալստեն ետք, Պետրոս առաքյալ իր առաջին պատգամը երբ տվավ, իր պատգամին վերջ իրեն լսող ժողովուրդը հարցուցին, ինչ ունենք, Պետրոս առաքյալ հետևյալ համարը տվավ։ Գործ առաքելոց երկրորդ գլուխ 38-րդ համար։ Պետրոս ասավ անոնց. ապաշխարեցեք ու ցեզ ամեն մեկը թող մգրդվի Հիսուս Քրիստոսին անունով մեղքերու թողության համար եւ Սուրբ Հոգին բարգեւը պիտի ընդունիք։ Ուրեմն կարծեմ թե հստակ եղավ այսօրվա մեր խոսածնույթը ինչ է, ապաշխարություն եւ դարձիկալ։ Նախ գուզեմ ցեզի հարցում հարցնել, գուզեմ համարցակը լակ բոլորը դալ եւ պատասխան տակ։ Ով ապաշխարած է, թող ձեռքը բարձրացնե։ Շնորհակալ։ Իսկ հիմա հարցումս ապաշխարողներուն է։ Ապաշխարած եմ ասելով ինչ կհասկանանք, եթե մեկը ասե, որ ես ապաշխարած եմ, ինչ կհասկանանք, ինչպես կնանք բացատրել մեկում, որ ես ապաշխարած եմ։ Okay։ Այո։ Ուրիշ։ Այո։ Այո։ Okay։ Այո։ Ուրեմն ապաշխարություն, երբ պարարանի մեջ նայենք, պարարանը մեզ կբացատրի ապաշխարություն կնշանակի զղջալ եւ մեղքերու համար լալ։ Իսկ դարձիկալ արդեն պարը ինքզինքը կբացատրի դարձիկալ այդ ջամփային, որ կշարունակենք, կքալենք, այդ ջամփային ետ դառնալ, այսինքն մեղքի ջամփային դառնալ եւ քարել դեպի Քրիստոսի ջամփան։ Հարցում անցումը
պետք է ապաշխարե։ Պետք է։ Ինչպես կնանք գտնել, որ պետք է ապաշխարե։ Փաստը ինչ է, որ պետք է ապաշխարե։ Հա։ Շիդայ, բարձրանը որ անցմը պետք է ապաշխարե։ Եվ ադիգա կտեսնանք Հիսուս քանիցս անգամ գսե մանավանդ հայտնության գիրքին մեջ 7 եկեղեցիներու նամակ կգրե 7 եկեղեցիներն 5 հատին գսե որ ապաշխարեցեք իսկ ատմուս երկուքին որ գսե որ չի հիշար ապաշխարեցեք չգարձեք թե անոնք չէին ապաշխարած անոնք ապաշխարած են բայց կնահատած էին եւ Գործ Առաքելոց 17:30-ի մեջ գսե որ Արդ ասված դիկիդության ադենները անդես ընելով հիմա ամեն դեղ գբադվիր է բոլոր մարդոց որ ապաշխարեն ուրեմն ապաշխարությունը պետք է որովհետև Աստծո բادرն է իսկ երկրորդ ինչու համար անցը պետք է ապաշխարե բաժարը ինչ է ապաշխարության մարդիկ կան ապաշխարեն որպես ավելան կյանքն դրանից ժողովուրդ կբախնան մարդիկ ական ապաշխարեն քանի Հիսուսին սերը գտեսնեն եւ գտեսնեն որ ուրիշ կյանքն է, սիրո կյանքն է, անապաշխարներին տեսակ երձավոր խապեպակ կյանքն չէ, Հիսուսի իրականություն դեսնող ապաշխարեն, մարդիկ կան պախում, երկու նպատակներով Անդրոն մեջ այլ միշտ որ չնեսեն, բայց սա որ մարդիկ շատ մարդիկ կան, որ ժող շետան ասելով ապաշխարին հալատն դատմով, բայց եթե ասվածություն չի գամ, այդ լավ սերն են Տեսնանք, որ մեզի ծմղի ապաշխարության, որ մենք մեղավոր ենք, գործված ենք և մեզի համար մեր ձեր հարցվածը մարմին հատվեցավ և աշխարհ եկավ մեզ պես մեղավոր են համար, որ արժան չենք պրգության, որպես իրեն հավատալով պրգի, այսիկա ամենան բարձ բանում է, որ մեզի պետք է մրև, որ կետեր, դրանց չենք հարցած, որ իրեն հանցնենք և ժամում մեջ կար։ Շիրակ, երբ ասված մարդուն հրավ և իրեն բատվեր դվավ, որ զարի բարդեզին բոլոր զարեր են ուդե, բայց պարի ու կիդության զարեն չուդ է, այն օրը, որ անգե ուդե բիդի մերներ, և երբ մարդ անհանազանդ կտնվեցավ ասծո բատվերին, ստիպածը լավ մերնելու, բայց որովհետև ասված մարդը չեր ստեղծած ժամանակվամ համար, ինչպես մակվա գենտանիներ, որ գծնին և գմերնին և գվամը չի գահատ կետ, ասված մարդուն հավիդանականության թակավորության համար ստեղծած էր և ամեննալ մեղ կործած էին, բայց որովհետև ասված արդար է և մարդ պետք է արդարությամբ Աստծո մոտենա և միակ արդարը Հիսուս ղրգեց, որպեսզի մարդ անոր հավատալով, ինչպես Հովաննես Ավետարանը գսե, ասված անկան սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվավ, որպեսզի ամեն ով որ անոր հավատա չի գործվի։ Եվ Ղուկաս Ավետարանի վերջավորության գսե թե անոր անունով ապաշխարություն և մեղքերու թողություն պիտի կառուցվեր բոլոր ժողովուրդներուն Երուսաղեմեն սկսյալ։ Եվ Աստվածաշունչը մեզի գվգայի ասելով թե արդար մեկ անց իսկ չի գա։ Հռոմեացիս 3:23 և 24-ին մեջ այսպես կսե։ Վասնզի ամենքը մեղ կործեցին և Աստծո փառքեն բացեցան, բայց անոր շնորհքովը և Քրիստոս Հիսուսով եղած փրկությունով ծրի գարտարանանք։ Ուրեմն ամեն անց, որ մինչև հիմա ծնած է և մինչև որ աշխարհից վախճանը պիտի ծնի, Աստվածաշունչը գվգայի, որ բոլորն ալ մեղ կործեցին և Աստծո փառքեն բագաս կմնան և մեղքին արդարությամբ համար Աստված իր միածին որդին ղրգեց Քրիստոսը, որովհետև մենք անոր հավատալով հավիտենական կյանք ունենանք։ Ինչու անցը պետք է ապաշխարե, որովհետև Աստծո մենք մեծակույն իր սերն ենք, իր ցերքի գործն ենք և Աստված շուզեր որ ոյ մեկը գործվի, այլ բոլորն ալ ապաշխարեն։ Հիմա ապաշխարությունը պայման չէ, գնաս չապաշխարել, որոշումը քեզի է։ Մեկը գլուխիդ վրա մուրջ չէ, որ նազ որ պետք է ապաշխարես, բայց Թուն ադոր քինը պիտի վիճարես, որովհետև Աստծո խոսքը հստակ կսե ինչպես վեցավ, եթե չապաշխարեք բոլոր դա պիտի գործվի։ Հաջորդ հարցում ինչպես անց մգա ապաշխարե։ Եթե ես պիտի ապաշխարեմ, ինչպես պիտի ապաշխարեմ։ Արկեդագից կտկելնա սով մեղավորես։ Շատ չիդակ։ Այո։
Ուրեմն անձը ապաշխարելու համար պետք է հավատա եւ ընդունի, որ ինքը մեղավոր է։ Պողոս առաքյալ առաջին Դիմեթեոս 1:25-ի մեջ կսե թե այս խոսքը հավատարիմ է եւ բոլորովին ընդունելի թե Քրիստոս Հիսուս աշխարհ եկավ մեղավորները բրգելու համար, որուն գլուխը ես եմ։ Պողոս առաքյալ, որ 13 կամ 14 նամակներ գրած է եւ մեր ներողություն տված է եւ ամենաշատ լեզուներ ինքը գխոսեր, բժշկություններ գներ, ընդունեց, որ ինքը մեղավոր է եւ պետք ունի փրկության։ Ուրիշ օրինակը Դավիթ Տակավոր, որ նաև մարգարե էր, Սամոս 51:3-ին մեջ կսե. Ես կճանչնամ իմ մեղքս, անիկա միշտ իմ առջևս է, եւ մի անգեզի դեմ մեղանչեցի։ Դավիթ, որ Տակավոր էր եւ որ մարգարե էր, մեղք գործեց եւ ընդունեց իր մեղավոր ըլլալը։ Եվ Հիսուս ասավ Մատթեոս 9:13-ին մեջը. Ես չգա արտարները կանչելու, այլ մեղավորները ապաշխարության։ Եթե մինչև այն ադեմ, որ մենք մեզի արդար կտեսնանք, կնշանակի թե Հիսուս մեզի համար չի եկած, որովհետև Հիսուս մեղավորներուն համար եկավ։ Երբ կհավատանք, որ կընդունենք մենք մեղավորներ ենք, այդ ժամանակ կգրնանք ապաշխարել։ Ասիկա առաջին կային է։ Երկրորդը խոստովանություն, ինչպես Պողոս առաքյալ առաջ գարտացի խոստովանեցավ, եւ Դավիթ Տակավոր գսե Սամոս 32:5-ին մեջը, երբ մեղքերս չի խոստովանեցա, ոսկորներս մաշելու սկսավ։ Ուրեմն երկրորդ կայլը խոստովանությունն է, իսկ երրորդը աղոթքով ապաշխարության ուխտը գրնաս անել Աստծո հետ եւ այդպիսով գլա։ Այսինքն մեծ գործողության չի կարող դիր, մեծ բանի չի կարող դիր, գրնաս նստած դեղդ միտքիդ մեջ աղոթքով Աստծուն է իրեն խնդրել, որ ես կընդունիմ իմ մեղավորը լալես, կխոստովանիմ իմ մեղքերս եւ գուզեմ ասկե հետ ապաշխարության ատկուp երած կյանքդ ապրիլ։ Այս է ապաշխարությունը, կնշանակի այսինքն գարշ ծևով մտքի եւ ընթացքի փոփոխություն։ Առաջ ինչ որ գսիրեիր, ապաշխարությունդ յետ ադոնք գադես։ Առաջ ինչ որ գնեիր, ադոնք մե դարձիգու կաս եւ գսկսիս բարի գործեր ունեն։ Օրինակ մտամ, եթե ես եւ մանոն գխոսակցենք, հրաչ եղբոր վրա պամպասություն գնենք։ Եվ ես շրջան մի հետ կանտրոտարծա իմ սխալից եւ զղջացի, ապաշխարեցի։ Եվ եկա հրաչ եղբորմեն ներողություն խնդրեցի։ Բայց մեկ շաբաթ վերջ Ետ սկսա պամպասելու, ասիկա պամպչոք տվեցա։ Գադագ եղբար իրականի չեղվալ։ Ուրեմն ինչպես որսի ապաշխարությունն ետ Աստվածաշունչը մեզի շատ կարևոր բանի մասին գխոսի, որն է դարձիկալ։ Ինչպես օրինակ դվի հիմա, եթե ես զղջացի իմ մեղքից, բայց այդ մեղքից դարձի չեկա, ոչինչ կօգտվիմ։ Աստվածաշունչը շատ կարևոր շատ անգամ գխոսի դարձիկալու մասին, որոնց մեջ շատ կարևոր համար մգուզեմ գարտալ Առագած 28:13։ Գսե իր հանցանքները ծածվողը հաջողություն չի գտներ, բայց զանոն խոստովանողն ու մեկտի ցկողը ողորմություն կգտնե։ Ոսկե տեսնանք խոստովանության եւ մեկ կողմ ցկելու մասին գխոսի։ Շատ լավ է խոստովանությունը, շատ ամեն մարդ չի գնարել խոստովանությունը, շատ կարևոր է խոստովանությունը, բայց խոստովանությունը մինակ չի բավեր, պետք է դարձիկալ։ Օրինակ Աստվածաշունչեն գտեսնանք, թե երբ Հուտա մատնեց Հիսուսին, Աստվածաշունչը գսե թե Հուտա զղջաց, ապաշխարեց, բայց դարձի չեկավ։ Բայց երբ Պետրոս առաքյալ ուրացավ Քրիստոսին, Ատկետ կտեսնանք, որ Պետրոսի գործերը ինչ եղան եւ ինչեւ իսկ թակավորներու արժեվ վկայեց, որ ինքը Քրիստոսի գետավի։ Ուրեմն շատ կարևոր է անցումը ապաշխարությունն հետ դարձիկալու բաները ընե։ Ինչպես ալ Հովաննես Մգրդիչը ասավ, ասկետ ցույց տվեք, թե գործով դուք ապաշխարած եք եւ ապաշխարության արժանի բդուղներ կրեք։ Բդուղները գիտենք, գրնակ կարդալ Գաղատացիս 5:22, որում մեջ կսե սեր, խնդություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն եւ ժուժգալություն։ Հիմա Աստվածաշունչին լույսին տանք մի տեսնանք, թե ով է ապաշխարած անձը։ Շատ մը եկեղեցիներու հովիվներեն կամ բեմերեն կլսենք, որ ով հավատացյալ ժողովուրդ։ Արդյոք երբ քարոզիչը ասե ով հավատացյալ ժողովուրդ, արդյոք այդ բոլոր նստածները հավատացյալ են։ Վստահաբար ոչ, որովհետև հավատքը երկու տեսակ կլա, բրգարար հավատք եւ մտային հավատք։ Հավատացյալը անը որ քրիստոնյա ընտանիքի մեջ ծնած է, բզդիգուց մգրդված է, եթե մեկը հարցնե, ասե ես քրիստոնյա եմ, անը, վստահաբար ոչ։
Ինչ տեսակի հավատն է, որ կփրկի անձին, երբ Արաքյալը Ֆիլիպեի Պանդաբեդին ասավ հավատա Տեր Հիսուս Քրիստոսի եւ պիտի փրկվիս, արդյոք ինչ տեսակ հավատքի մասին խոսեցավ։ Մտային հավատքը օգուտ չունի, որովհետեւ Հակոբոս Արաքյալ գսե դու կհավատաս թե մեկ Աստված կա, շատ լավ գնես, բայց թևերն ալ կհավատան, որ մեկ Աստված կա։ Հիմնականը փրկարար հավատքն է։ Հավատացյալը այն է, որ վերստին ծնած է, ինչ որ Հիսուսն Նիկոդեմոսին ասավ, եթե նորեն չի ծնանիս, եթե ճուրեն եւ հոգին չի ծնանիս, չես կնար Աստծո արքայությունը ոչ տեսնել, ոչ մտնել։ Եվ անգեյետ է, որ Աստված մեզի Սուրբ Ոգին գուտա որպես գրավական, որպես գարնանք ատգյանքը ապրիլ, որպես մինչև մեր կյանքին վախճանը կամ իր երկրորդ կալուստը գարնանք ապրիլ, որովհետև առանց Սուրբ Ոգի մենք մեկ երկվարյան չենք կնար ապրիլ հոգևոր կյանքը։ Երկրորդ ապաշխարած անձին համար, ինչպես Արաքյալը գսե, հիները գանցնին եւ ահա ամեն բան նոր եղավ, ինչպես քույրը հիշեց։ Աստված խոստացած է անոր ապաշխարած անձին, որ անոր մարմնը, անոր մեջ են իր կարևեն սիրտը հանե եւ նոր սիրտ եւ նոր հոգի դա։ Այս է ապաշխարած անձը։ Ապաշխարած անձը գիտե, որ մեղավոր է, դադարդված է, գործված է, դժոխքը իր բերանը լայն բացած է իրեն գլելու, անդրադարձած է իր վիճակին եւ որոշած է, որ իր ճամփան փոխել, հանձնված է Քրիստոսին եւ Քրիստոսի գեհդեվի եւ իր գամքին գահանազանտի եւ Հիսուս իբրև փրկիչ կտավանի։ Գիտե, որ մեղքերը ներված են եւ փրկության վստահություն ունի։ Հարցում ունիմ, բայց պատասխան չեմ ուզեր, պատասխան ամեն մարդ ինքն իրեն թողարցնե։ Եթե հիմա մեկ վարգան վերջ Տեր Հիսուս կա, բոլորս ալ վստահ ենք, որ իր հետ պիտի լանք, պատասխանը ես չեմ ուզեր, ամեն մարդ ինքն իրեն թողարցնե եւ ինքն իրեն թող պատասխանե։ Հիմնական երկու բաներ կան, որ պետք է հավատացյալ անձը ունենա, այդ ալ աղոթքի կյանքն է։ Հիսուս շատ անգամներ խոսեցավ աղոթքի կարևորության մասին, մանավանդ Լուկաս 18:1-ին մեջ, անոնց արագ մնալ ըսավ այս բանին վրայով, թե պետք է ամեն ադեն աղոթ կնել ու չցանցրանալ։ Ինչպես որ անձը զավակ ունի եւ ուզա այդ զավակը միշտ իրեն հետ խոսել, իրեն հետ հաղորդակցության մեջ մտնել, նույնպես էլ Աստված կփոփակի, որ միշտ իրեն հետ խոսենք։ Դե պետք է որ ինչ որ պիտի խնդրենք, չխնդրած գիտե ինչ պիտի խոսենք եւ ինչ պիտի ուզենք իրմե, բայց ինչպես որ անձը իր սիրելի անձը ուզա իր հետ խոսել, հաղորդակցել, Աստված ալ կփոփակի, որ իրեն հետ միշտ աղոթքի ջամփով խոսենք։ Եվ երկրորդ Աստվածաշունչ գարտալը։ Պիտի գարտամ Հեսու 1:8, որ հետեւյալը գսե։ Այս օրենքներու գիրքը քուպերնետ թող չզատվի։ Հաբակիշեր ծորեք անոր վրա մտածե, որբեսի բոլոր անոր մեջ գրվածները բահես ու գադարես։ Քանզի այն ադեն քու գործերդ հարաճ պիտի դանես եւ այն ադեն հաջողություն պիտի գտնես։ Ուրեմն Աստծո պատվերն է, որ մենք միշտ իր խոսքը գարտանք։ Օրինակ մտամ, եթե բոլորս ալոս վստահ սեոլերներ ունենք, եթե մեզի նամակ մկա, արդյոք գցենք այդ նամակը 2-3 օր չենք պատասխաներ, հետո ճամփան մեզ նամակ կարող գսե ինչու՞ չի պատասխանել, գսես որ ժամանակ չունեի գարտալու, սպառված էի։ Նույնպես էլ Աստված յուրաքանչյուր օր մեզ իր սուրբ խոսքին մեջ են ըսելիքներ ունի։ Աստված մեզի կխոսի ովևէ ցեվով, բայց մանավանդ իր սուրբ խոսքին մեջ են։ Շատ կարևոր է հավատացյալ անձը, ինչպես որ օրական հաց եւ ջուր պետք ունի իր մարմինը, նույնպես էլ իր հոգին աղոթքի եւ Աստվածաշունչ գարտալու գարոդի։ Իդ ավարտեմ հետևյալ բանով։ Այս բոլորը լսել են ետք։ Եթե ապաշխարած ես, գաղութեմ, որ դերը քեզի հաստատ եւ հավատարիմ բահե եւ մինչեւ իր երկրորդ կալուստը հավատարիմ մնաս։ Իսկ եթե դակավին ապաշխարած չես, այսօր Աստված քեզի արիթ մի եւս կշնորհե, որովհետեւ քու ջամփայդ ետ դառնաս, որովհետեւ անկեզի համար իր արունը տապեց եւ չուզեր որ դու գործվես։ Թող դերը մեզ յուրաքանչյուրիս այդ շնորհքը բարգեւե եւ հաստատ եւ հավատարիմ բահե մեր կյանքի մեջ։ Ամեն։